Բարի եւ ֆորշտյան լարավոտ սիրելի հարազատներս, Հիսուսի սուրբ անունով օրհնում եմ ձեզ, կանչում նրա սուրբ անունը մեր կյանք, մեր սիրտ, մեր հոգի, մեր միտք, որպեսզի Հիսուս Քրիստոսով, որ Աստծո փրկության դուռն է, որ հարությունն է, որ կյանքն է, որ երկնքից հացն է, մենք վերափոխվենք, մեր մտքերը արձակվեն ամեն կապանքներից և մեր սրտի մեջ լցվի Աստծո սերը։ Եկեք սկսենք Հայր մեր աղոթքով այսօր, Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի անունը քո արքայությունը թող գա, քո կամքը թող կատարվի երկրի վրա ոնց որ երկնքում։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ Տեր և ների մեր մեղքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին։ Ու մի տանի մեզ փորձության, այլ փրկի մեզ չարից, քանի որ քոնն է արքայությունը, զորությունն ու փառքը հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Հիմա եկեք անդրադառնանք Ելք գրքի 6-րդ գլխի ընթերցանության ու մեկնաբանության շարունակությանը։ Նախկին դասերը լսեք, ես իսկապես ձեզ հորդորում եմ, լսեք, մի ծուլացեք, այնքան կօրհնվեք, Աստված ձեզ հետ կխոսի, ձեր միտքը կարձակվի, ձեր աչքերը հոգևոր կբացվեն, և ոչ միայն լսեք, այլ կատարեք, և ոչ միայն կատարեք, այլև այս ամենը կիսվեք, դարձեք մասնակից Աստծո գործին։ Շարունակենք։ Մովսեսը այսպես խոսեց Իսրայելի որդիների հետ, բայց նրանք հոգու հուսահատության և ծանր աշխատանքի, այսինքն ստրկության պատճառով չլսեցին Մովսեսին։ Տերը խոսեց Մովսեսի հետ ասելով. «Մտիր ու խոսիր Եգիպտոսի փարավոն թագավորի հետ, որ Իսրայելի որդիներին արձակի իր երկրից»։ Մովսեսը խոսեց Տիրոջ առաջ ասելով. «Իսրայելի որդիները ինձ չլսեցին, հապա փարավոնը ինչպես կլսի ինձ, չէ՞ որ ես ծանրալեզու եմ»։ Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և հրաման տվեց նրանց Իսրայելի որդիների և Եգիպտոսի փարավոն թագավորի մասին Իսրայելի որդիներին հանելու Եգիպտոսի երկրից։ Ինչպես ասեցի, երեկվա դասն էլ լսեք, որում տեսանք, որ այսինքն երեկվանը չէր, որտեղ երեկ չեմ ձայնագրել, երեկ չի առաջորդվանը, որտեղ Աստված նախ հիշեցրեց Մովսեսին, թե ով է Աստված նախ և առաջ, և հետո էլ տվեց 7 կարևոր խոստումներ, որ Մովսեսը փոխանցեր Իսրայելի ժողովրդին։ Խնդրում եմ նորից լսեք երեկվա դասը, որ սա հասկանալի լինի։ Իսկ հիմա տեսնում ենք Իսրայելի որդիների արձագանքը, և մենք էլ հաճախ հենց այսպես ենք արձագանքում Աստծո խոստումներին մեր դժվարությունների պատճառով։ Գիտեք, ես մի հայտնություն ստացա։ Երբ Տերը ներկայացնում է Իսրայելին, Իսրայելի արձագանքը, դրանք մեր անձնական արձագանքներն են, որտեղ Իսրայելը յուրահատուկ չի այդ տեսակետից, այստեղ Աստված ցույց է տալիս մարդիկ դուք այսպես եք արձագանքում։ Ես հաստատ այդպես եմ արձագանքել ժամանակին։ Մովսեսն այսպես խոսեց Իսրայելի որդիների հետ, բայց նրանք հոգու հուսահատության և ծանր աշխատանքի պատճառով չլսեցին Մովսեսին։ Մովսեսի ասածից հետո Իսրայելի որդիները դեռևս խրված էին տխուր անհավատության ու անհուսության մեջ, որ իրենց հարց տայիր, գուցե կասեին, որ չեն կասկածում Աստծուն, բայց կասկածում էին ասողին, Աստծո ծառային, Մովսեսին։ Նրանք հոգու հուսահատության և ծանր աշխատանքի պատճառով չլսեցին Մովսեսին։ Ահա թե ինչու էր Իսրայելը կասկածում թե Աստծուն, թե Աստծո ուղարկած մարդուն, որտեղ եթե Աստծո ուղարկած մարդուն չես լսում, իրականում դու Աստծուն չես լսում։ Եթե կասկածում ես Աստծո ծառային, դու Աստծուն ես կասկածում։ Դարավոր ստրկությունը իսրայելցիներին ստիպում էր մտածել ստրուկների պես, այլ ոչ թե ուխտի խոստման ժողովրդի պես։ Փարավոնը նրանց աչքում ավելի մեծ էր, քան Աստված։ Փարավոնի դաժանությունը ավելի մեծ էր նրանց համար, քան Աստծո սերը։
Փարավոնի սպառնալիքները ավելի զորավոր էին իրանց համար, քան Աստծո խոստումները, եւ նրանք նաեւ կարծում էին փարավոնը իզորու է իր ասածները անել, իսկ Աստված դե ինչ իմանանք այդ մոտեցումով էին վերաբերվում։ Հոգու տառապանք, այսինքն հոգու խորը տառապանքի պատճառով մի աննկարագրելի ներքին բան ճնշում էր նրանց, եւ դա խանգարում էր, որ նրանք ճիշտ դատեին, ճիշտ մտածեին, ճշմարտությունը տեսնեին, ընկալեին ու անգամ ճանաչեին, որ կարողանային Աստծո ծառային վստահել, որպես օրինակ վերցնենք շնչահեղձ լինող երեխային կամ որևէ մեկ այլ մեկին։ Այդ ժամանակ դու չես կարողանում ճիշտ կողմնորոշվես։ Շատ քրիստոնյաներ հայտնվում են նույն իրավիճակում։ Նրանց համար, մեզ համար դժվար է վստահել Աստծուն եւ հավատալ, որ Աստված մեզ հետ է, մեր կողմնակից է։ Ահա թե ինչու Պողոսն ասում է, որ մենք չպետք է համապատասխանենք այս աշխարհին, այլ պետք է վերափոխվենք մեր մտքի նորոգմամբ։ Ահա թե ինչու ես անընդհատ աղոթում եմ, որ մեր մտքերը նորոգվեն, բայց մեր միտքը նորոգվում է միայն Աստծո խոսքով։ Կարդանք Հռոմեացիների 12:1-2 խոսքերը։ Արդ Աստծո ողորմածությամբ աղաչում եմ ձեզ, որ ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ, սուրբ եւ աստվածահաճո, դա է ձեր հոգեվոր պաշտամունքը։ Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծո կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։ Իսրայելի ժողովուրդը, ինչպես եւ մենք, կարիք ուներ նորոգելու իրենց միտքը, իրենց մտածելակերպը, եւ մենք նույնպես կարիք ունենք դա անելու, ու ոչ թե մի անգամ, այլ ամեն օր եւ ամեն պահ, երբ դժվարությունները, վախը, հիվանդությունները, հալածանքը, հոգու տառապանքը բախում են մեր դուռը։ Եզեկիել մարգարեության 20-րդ գլխի 5-9 խոսքերը ցույց են տալիս, թե ինչու էր Աստված այդքան փոքր, իսկ փարավոնը այդքան մեծ թվում Իսրայելի ժողովրդի մտքում ու սրտում։ Եվ նույնը մեզանից յուրաքանչյուրի համար է։ Եկեք կարդանք։ Այսպես է ասում Տեր Աստված. Այն օրը, երբ Իսրայելին ընտրեցի եւ Հակոբի տան սերնդին երթվեցի եւ ինքս ինձ հայտնեցի նրանց Եգիպտոսի երկրում եւ երթվեցի նրանց ասելով. Ես եմ Տերը, ձեր Աստվածը։ Այդ օրը նրանց երթվեցի, որ իրենց Եգիպտոսի երկրից հանեմ այն երկիրը, որ ես հետազոտել էի նրանց համար, երկիր, որտեղ կաթ ու մեղր էր բխում, որը բոլոր երկրներից գեղեցկագույնն է։ Եվ ես նրանց ասացի. ձեզնից ամեն մեկը թող դեն նետի իր աչքերի առաջի գարշելի քանդակները, իրեն չպղծի Եգիպտոսի կուռքերով։ Ես եմ Տերը, ձեր Աստվածը։ Բայց նրանք ապստամբեցին իմ դեմ եւ չուզեցին ինձ լսել։ Ոչ ոք իր աչքերի առաջի գարշելի քանդակները դեն չնետեց եւ Եգիպտոսի կուռքերին չլքեց։ Ուստի ես ասացի, որ նրանց վրա թափեմ իմ զայրույթը եւ իմ բարկությունը, նրանց վրա սպառեմ Եգիպտոսի երկրում։ Հանուն իմ անվան արեցի, որ այն չպղծվի ազգերի աչքին, որոնց մեջ գտնվում էին, որոնց առաջ ես հայտնվել էի նրանց աչքերին, իրենց հանելով Եգիպտոսի երկրից։ Եզեկիելը այստեղ պարզ բացատրում է, որ իսրայելցիները վստահում էին իրենց ճնշողների, իրենց տրկացողների չաստվածներին եւ երկրպագում էին եգիպտացիների չաստվածներին ու նաեւ փարավոնին, որտեվ հիշենք փարավոնը իրեն Աստված էր համարում։ Ահա թե ինչու նրանք չէին վստահում Աստծուն եւ նրա առաքյալ Մովսեսին։ Ահա թե ինչու ապստամբեցին։ Աստված այդ ժամանակ չդատեց Իսրայելին, քանի որ չէր ուզում, որ իր անունը պղծվի հեթանոսների մեջ։ Մենք էլ այդպես ենք։ Աստված Հիսուս Քրիստոսով մեզ եւ ողջ մարդկությանը տվել է իր հետ հաշտվելու, փրկվելու, մեղքերի իշխանությունից ազատվելու իրավունք։ Բայց մենք մեր մեղքը այնքան ենք սիրում, մեր եսը այնքան ենք սիրում, մեր ապրելակերպը այնքան ենք սիրում, որ մերժում ենք Աստծուն։
Մեր հարստությունը, մեր հասկացողությունը, մեր մտածելակերպը, մեր էգոն, մեր եսը, մեր ընտանիքը, մեր երկիրը, ամեն բան դարձել են մեր աստվածները, եւ մենք ասում ենք, ոչ մենք ուզում ենք, այն ինչ ուզում ենք, իսկ քեզ չենք ուզում։ Մեր անհավատությունը։ Եվ Աստված, ինչպես Իսրայելին իր անվան համար մեզ հիմա չի դատում։ Մեզ հիմա դժոխք չի ուղարկում, բայց դա չի նշանակում, եթե դու շարունակես պնդել քո եսը եւ մերժել Աստծո փրկության ձեռքը, դու չես հայտնվի այնտեղ։ Որովհետեւ եւ այս ամենը ինչի համար, որովհետեւ մենք վստահում ենք մեր կյանքի կուրք չաստվածներին ու չենք վստահում Աստծուն։ Եվ չենք կարող համ նրանց վստահել, համ Աստծուն վստահել, երկու աթոռի չես կարող նստել։ Երբ վստահում ես քո հասկացողությանը, Աստծո ասածը չես ընդունի։ Երբ վստահում ես քո հարստությանը, Աստծո զորությանը չես դիմի։ Երբ վստահում ես քո գիտելիքներին, Աստծո գիտելիքը, Աստծո խոսքը չես փնտրի։ Եթե լսես, էլ կմերժես։ Եվ այդպես շարունակ։ Աստված Մովսեսին ասում է. հետևիր իմ ծրագրին, մի շեղվի ծրագրից։ Տերը խոսեց Մովսեսի հետ ասելով. մտիր ու խոսիր Եգիպտոսի փարավոն թագավորի հետ, որ Իսրայելի որդիներին արձակի իր երկրից։ Մովսեսը խոսեց Տիրոջ առաջ ասելով. Իսրայելի որդիները ինձ չլսեցին, հապա ինչպես փարավոնը ինձ կլսի, չէ որ ես ծանրալեզու եմ։ Մովսեսը կարծես նորից հին երգն է երգում։ Այսքանից հետո, որքան համբերատար է մեր Տերը, հապա փարավոնը ինչպես կլսի ինձ, չէ որ ես ծանրալեզու եմ։ Աստված Մովսեսին ասում է գնա ու արա այն, ինչ նախկինում արդեն արել էիր ու չհաջողվեց։ Հիշում եք Ելք 5:1-2 կարդացինք։ Մովսեսն ու Հարոնը եկան ու ասացին փարավոնին, այսպես է ասում Իսրայելի Տերը. թույլ տուր իմ ժողովրդին, որ ինձ համար տոն կատարի անապատում։ Փարավոնն ասաց. ով է Տերը, որ անցամ նրա խոսքերին եւ թողնեմ Իսրայելին։ Տիրոջը չեմ ճանաչում եւ Իսրայելին էլ թույլ չեմ տալիս։ Սա Մովսեսի առաջին փորձն էր, որ ձախողվել էր, ու Աստված զգուշացրել էր այդ մասին, ու հիմա ասում է գնա ու էլի նույնը ասա։ Իսկ Մովսեսը մարդկայնորեն մտածելով գցում բռնում էր ու կարծում, որ ախր այդպես մի անգամ արեցի ու ձախողվեց, ինչ իմաստ կա նորից գնամ նույնը անեմ, ոնց կարող է երկրորդ անգամ նույն բանը անեմ եւ արդյունքը ուրիշ լինի։ Ընդհանուր առմամբ սա ճիշտ է, բայց այստեղ տարբերությունը նա է, որ Աստված է ասում արա։ Մովսեսը համարում էր, որ դա անելը անիմաստ է։ Այս մոտեցումը չհամոզեց նույնիսկ Իսրայելի ժողովրդին, թվում էր, թե այն երբեք չի աշխատի փարավոնի հետ։ Սա նշանակում է վստահել մեր հասկացողությանը, այլ ոչ թե Աստծուն, վստահել մեր նախկին փորձին եւ ոչ թե Աստծո ասածին։ Ուշադրություն դարձնենք Մովսեսի հուսահատության պատճառին, որովհետև ես ծանրալեզու եմ։ Մեկ այլ տեղ անգլերենում թարգմանված է, որտև ես անթլպատ շուրթեր ունեմ։ Նախկինում Մովսեսը առարկում էր, քանի որ կարծում էր, որ ինքը ճարտասան չէ, իսկ հիմա նա առարկում է, քանի որ կարծում էր, որ ինքը արժանի չէ այդ առաջադրանքին, որ ինքը մեղավոր մարդ է։ Իր խոսելու այդ անկարողությունը հիմա Մովսեսը կարծում էր իր անմաքուր լինելու պատճառով է, մեղավոր լինելու պատճառով է։ Տերը խոսեց Մովսեսի ու Հարոնի հետ եւ հրաման տվեց նրանց Իսրայելի որդիների եւ Եգիպտոսի փարավոնի թագավորի մասին, Իսրայելի որդիներին հանելու Եգիպտոսի երկրից։ Մինչև շարունակելը ասեմ, Մովսեսին մեղադրում էին, չէ՞, բոլորը մեղադրում են, ասում են քո մեղքով է այս ամենը, որ փարավոնը ծանրացնում է։ Երբ մեզ մեղադրում են, մենք սկսում ենք մտածել, որ մենք այս ինչ բանը չենք կարող անել, որովհետև այդ մարդկանց մեղադրանքները սկսում ենք ընդունել ու հավատալ, որ մենք դա ենք։ Այսա էր տեղի ունենում Մովսեսի հետ։ Տերը խոսեց Մովսեսի եւ Ահարոնի հետ եւ հրաման տվեց նրանց։ Աստված ուզում էր, որ Մովսեսը համառ ու հաստատուն լիներ Աստծո հանդեպ հնազանդության մեջ։ Համառությունը մեծ չարիք է, երբ մենք դա օգտագործում ենք Աստծուն դեմ հակառակվելու։ Բայց որպեսզի Աստծու հնազանդ քայլենք,
Այդտեղ էլ է մեզ համառություն։ Այսինքն դրական համառություն Աստծուն հնազանդ լինելու մեջ, չնայելով փարավոնին, չնայելով Իսրայելի որդիների ասածին, չնայելով նույնիսկ իրեն, այլ նայելով Աստծուն եւ միայն Աստծուն։ Աստված նույնը մեզանից է պահանջում։ Նայի ոչ թե իրավիճակիդ, նայի ոչ թե կողքիդ ժողովուրդներին, նայի ոչ թե ով ինչ է ասում, այլ ես ինչ եմ ասում։ Մովսեսը ուզում էր հանձնվել առաջին անհաջողությունից հետո։ Աստված շատ բան ուներ անելու Մովսեսի սրտում, նախքան Մովսեսը պատրաստ կլիներ հաղթահարել առջևում սպասվող բոլոր հուսահատությունները, երբ նա առաջնորդում էր Իսրայելին դեպի ավետյաց երկիր։ Աստված մեր սրտերում էլ մեծ ու անտեսանելի գործ է անում, երբ մենք ընդունում ենք Քրիստոսին, եւ դա վարկենական ու արագ աշխատանք չէ, այլ յուվելիրն է, այն ոնց են ոսկերիչները մանրակրկիտ գործ անում, խորը, երբեմն աննկատելի, երբեմն վիրաբույժի նման գործ։ Աստված Մովսեսի մեջ զարգացնում էր տոկունություն, Աստծո ծրագրին եւ Աստծո կամքին հավատարիմ մնալու ցանկություն, կարողություն, դիմացկունություն, անգամ այն դեպքերում, երբ այնպես էր թվում, թե Աստծո ծրագիրը չէր ստացվում։ Աստված այսպես գործում է ամեն մեկիս կյանքում, որտեղ սա հավատք է, սա համբերատար տոկունություն է Տիրոջով եւ Տիրոջ մեջ եւ Տիրոջ փառքի համար։ Աստված հրաման տվեց նրանց Իսրայելի որդիների եւ Եգիպտոսի փարավոնի մասին, Իսրայելի որդիներին հանելու Եգիպտոսի երկրից։ Մովսեսը պետք է հասկանար, որ սա Աստծո կամքն էր, այլ ոչ թե պարզապես մի քանի լավ, հետաքրքիր առաջարկ Իսրայելի եւ փարավոնի համար, առաջարկ, որ իրեն կարող էին ընդունել կամ չընդունել։ Սա Տեր Աստծո աստվածային պատվիրանն էր, որ պետք է կատարվեր։ Եվ ելք գիրքը հիմա շարունակում է նկարագրելով Մովսեսի եւ Ահարոնի ազգաբանությունը։ Ես հասկանում եմ, որ մենք ձանձրանում ենք եւ հասնում է ազգաբանության, բայց հետաքրքիր մի բան է մեկնաբանն այստեղ ասում։ Ասում է մեծ հարգանքով, նրբորեն վերաբերվեք այս ամենին, խոր հարգանքով այս մարդկանց հանդեպ, այս Իսրայելի գերդաստանի հանդեպ, որտեղ մենք հիմա խոսելու ենք մի գերդաստանի մասին, որին աշխարհը, որին դու, որին ես խորապես պարտական ենք անգնահատելի ծառայության համար։ Ես լիովին համաձայն եմ սրա հետ։ Անունները կարող են մեզ շատ բան չասել, բայց մեր սրտում պիտի բարձրանա հարգանք այս մարդկանց հանդեպ, որտեղ փրկության ճանապարհը նրանցով դրվեց։ Եթե նրանք չհնազանդվեին Աստծուն, եթե նրանք չկրեին են բոլոր տանջանքներն ու տառապանքները, որի միջոցով անցան, եթե նրանք չսովորեին այս դասերը, փրկություն ինձ ու քեզ չէր լինել։ Ուրեմն մեծ հարգանքով վերաբերվենք այս մասին։ Մենք իմանում ենք, թե ովքեր են Հակոբի, որին Աստված Իսրայել կոչեց զավակները։ Առաջինը Ռուբենի եւ Շմավոնի անմիջական ժառանգները։ Հակոբը 12 որդի ուներ։ Ես ասում եմ որդի, տղաներին եմ նշում, որտեղ նրանք են Իսրայելի ցեղերը, նրանք են հավատքի նախահայրերը։ Եվ Շմավոնի ու Ռուբենի անմիջական ժառանգները։ Սրանք են նրանց հայրերի տների գլխավորները։ Իսրայելի անդրանիկ որդի Ռուբենի որդիներն են Ենոք, Փաղուս, Եսրոն եւ Քարմի։ Սրանք են Ռուբենի տոհմերը։ Շմավոնի որդիներն են Համուել, Համին, Օհադ, Հակրին, Սահար եւ Քանանացի կնոջ որդին Սավուղը։ Սրանք են Շմավոնի տոհմերը։ Իսկ հիմա Աստվածաշունչը ներկայացնում է այն հիմնական ընտանիքները, որ սերվեցին Ղևիից, Հակոբի մյուս որդուց։ Ղևիի որդիների անունները ըստ իրենց ծնունդների, սրանք են Գերսոն, Կահաթ եւ Մերարի։
Ղևիի կյանքի տարիները եղան 137 տարի։ Գերսոնի որդիներն են Ղոբենի և Սեմեի, ըստ իրենց տոհմերի։ Կահաթի որդիներն են Ամրամ, Իսահար, Քեբրոն և Ոզիել։ Կահաթի կյանքի տարիները եղան 133 տարի։ Մերարի որդիներն են Մողի և Մուսի, սրանք են Ղևիի տոհմերն ըստ իրենց ծնունդների։ Եթե այս պահին մտածում ես, ով գլուխս տարար Նարինե, ես ինչ ես կարդում, Աստված ոչինչ չի դնում Աստվածաշնչում, որ կարևոր չէր։ Եվ պատկերացրա քո անունը այստեղ դրվի, ինչ ուրախությամբ կկարդայիր։ Եվ ոնց կուզեիր, որ բոլորը կարդային։ Չէիր ուզենա, որ ինչ-որ մեկն ասեր Զահլա տարար։ Ուրեմն այդ նույն սրտի դիրքով, որ քո անվանը վերաբերվի Աստծո մարդկանց անուններին։ Ուրեմն տեսնում ենք, որ Ղևիի ցևում կային 3 հիմնական ընտանիքներ՝ Գերսոն, Կահաթ և Մերարի։ Այս ընտանիքներից յուրաքանչյուրին տրվելու էին որոշակի և սուրբ պարտականություններ Տիրոջը և Տիրոջ խորանում ծառայելու համար։ Այս պահին դեռ չկար Տիրոջ խորանը, այն հետո էր լինելու Եգիպտոսից դուրս գալու համար։ Սա մեր հավատքի սկիզբն է, ժողովուրդ։ Ելք գրքի հաջորդ 7 տողերը պատմում են մեզ, թե ինչպես Մովսեսն ու Ահարոնը առաջացան, ծնվեցին Ղևիի ցեղից և Կահաթի որդի Ամրամից։ Կարդանք. Ամրամն ամուսնացավ իր հորաքույր Հոքադի հետ, և սա նրա համար ծնեց Ահարոնին և Մովսեսին։ Ամրամի կյանքի տարիները եղան 137 տարի։ Իսահարի որդիներն են Կորխ, Նափեկ և Զեքրի։ Ոզիելի որդիներն են Միսայել, Եղիսափան և Սեթրի։ Ահարոնն ամուսնացավ Ամինադաբի աղջիկ Նաասոնի քույր Եղիսաբեթի հետ, և սա նրա համար ծնեց Նադաբին, Աբիուդին, Եղիազարին և Իթամարին։ Կորխի որդիներն են Ասիր, Եղկանա և Աբիասապ, սրանք են կորխեցիների տոհմերը։ Ահարոնի որդի Եղիազարն ամուսնացավ Փութիելի աղջիկներից մեկի հետ, և սա նրա համար ծնեց Փենեհեսին։ Սրանք են Ղևտացիների հայրերի գլխավորները ըստ իրենց տոհմերի։ Սրանք են Ահարոնն ու Մովսեսը, որոնց Տերն ասաց. հանեք Իսրայելի որդիներին Եգիպտացիների երկրից իրենց զորքերով հանդերձ։ Սրանք են Իսրայելի որդիներին Եգիպտոսից հանելու համար Եգիպտոսի փարավոն թագավորի հետ խոսողները։ Սրանք էին այս Մովսեսը և Ահարոնը։ Ղևիի ցեղը կարևոր է, որտև այն քահանայական ցեղն էր դառնալու։ Հոքադը ծնեց Ահարոնին և Մովսեսին։ Այս հատվածը մեզ ոչ միայն պատմում է Մովսեսի և Ահարոնի նախնիների մասին, այլ նաև Ահարոնի որոշ ժառանգների մասին։ Այստեղ թվարկված նրա որդիներն են Նադաբը, Աբիուդը, Եղիասարը, Իթամարը։ Եվ նաև նշված է Ահարոնի թոռը Փենեհեսը, որ Եղիազարի որդին էր։ Այս մասը կարևոր է, քանի որ քահանայությունը, որ ի վերջո տրվելու էր Ահարոնի տոհմին, ցեղին, փոխանցվելու էր Ահարոնի ու նրա զավակների ու թոռների ժառանգներին։ Հետևաբար կարևոր էր իմանալ, թե ովքեր են Ահարոնի ժառանգները։ Եվ Աստվածաշունչը նշում է նաև Կորխի որդիներին։ Կորխի որդիներն էին Ասիրը, Եղկանասը և Աբիասապը։ Սրանք են կորխեցիների տոհմերը։ Սրանք Մովսեսի և Ահարոնի ազգականներն էին։ Նրանց հայրը Կորխը Մովսեսի զարմիկն էր։ Կորխի որդիները նույնպես կարևոր դեր էին խաղալու Իսրայելի ժողովրդի պատմության մեջ, մինչև այն ժամանակը, որ Իսրայելը մուտք կգործեր խոստացված երկիր։ Բայց նրանց խաղացած դերը լավ դեր չէր։ Եթե ցանկանում եք իմանալ ինչ դեր և ինչ եղավ Կորխի որդիների հետ, կարդացեք 5 կտակարանի Թվեր գրքի 16 գլուխը։ Ես դա հիմա չեմ անի։ Եվ նորից վերադառնալով Մովսեսին ու Աստծո հետ իր խոսակցությանը, տեսնում ենք, որ Մովսեսը կրկին հակառակվում է ու առարկում է Աստծուն։ Երբ Տերը խոսեց Մովսեսի հետ Եգիպտոսի երկրում, այն ժամանակ ասաց Մովսեսին. Ես եմ Տերը, ասա Եգիպտոսի փարավոն թագավորին այն ամենը, ինչ ասում եմ քեզ։ Եվ Մովսեսը Տիրոջ առաջ ասաց. Ահա ես ծանրալեզու եմ, փարավոնը ինչպես կլսի ինձ։
Աստված նախկինում Մովսեսին պատվիրել էր խոսել փարավոնի հետ։ Առաջին հիասթափեցնող ու անհաջող փորձից հետո Մովսեսը տատանվում էր ու չէր ուզում հնազանդվել Աստծուն։ Կրկին ու կրկին Մովսեսն ասում է Աստծուն. «Ես ծանրալեզու եմ, ինչու փարավոնը կլսի ինձ»։ Ասեցինք, որ ծանրալեզու եմ ասելով Մովսեսը համ գուցե ի նկատի ուներ, որ ինքը դժվարանում է խոսել, չնայած դա այդպես չէր, եւ այն, որ ինքը մեղավոր մարդ էր եւ իր կարծիքով դրա համար անարժան է, որ Աստված իրեն օգտագործի։ Այո, Մովսեսը, ինչպես մենք, մեղավոր մարդ էր, բայց նա իրականում ծանրալեզու չէր, դա երևակայական պրոբլեմ էր։ Աստված կատարելապես կարող էր զբաղվել մեր կյանքում արկա այն բոլոր բաներով, իրական թե երևակայական, որոնք խանգարում են մեզ ծառայել Աստծուն եւ կատարել նրա կամքը։ Նայեք, շատ ու շատ մարդիկ գիտեմ, որ ասում են չեմ կարող կարդամ Աստվածաշունչը, չեմ հասկանում Աստվածաշունչը։ Ինչքան դու դա ասում ես, դու դա լսում ես եւ դու սկսում ես հավատալ այդ ստին։ Նույնը Մովսեսն էր, չեմ կարող, ծանրալեզու եմ, բայց ծանրալեզու չէր։ Գործ կառաքելոցում ասում էր ինքը վարժ խոսացող էր։ Ինչքան ասես չեմ կարող, այնքան չես կարողանալու։ Եկեք կարդանք Եսայի մարգարեի հետ ինչ եղավ, երբ ինքը գիտակցեց, որ մեղավոր մարդ է անմաքուր շուրթերով։ Կարդանք Եսայի 6:1-8 խոսքերը։ Օվզիա թագավորի մահվան տարում տեսա Տիրոջը, որ բազմած էր բարձր եւ վեհանիստ մի գահի վրա, եւ նրա քղանցքը լցրել էր տաճարը։ Սա տեսիլք է, հա, տեսնում։ Նրա վերևում կանգնած էին քերովբեներ, որոնցից յուրաքանչյուրն ուներ 6 թև, երկուսով ծածկում էր իր դեմքը, երկուսով իր ոտքերը եւ երկուսով թռչում էր։ Կանչում էր մեկը մյուսին եւ ասում. «Սուրբ, Սուրբ, Սուրբ է զորությունների Տերը, եւ ամբողջ երկիրը լի է նրա փառքով»։ Աղաղակողի ձայնից դրանդիրների հիմքերը երերացին, եւ տունը լցվեց ծխով։ Ես ասացի. «Վայ ինձ, ես կորած եմ, որտեվ ես պիղծ շուրթերով մի մարդ եմ, պղծաշուրթ մի ժողովրդի մեջ եմ բնակվում, եւ իմ աչքերը տեսան թագավորին, զորությունների Տիրոջը»։ Ապա սերովբեներից մեկը թռավ ինձ մոտ, ձեռքին կրակի մի կայծ բռնած եւ ունելիով վերցրել էր իր զոհասեղանի վրայից։ Դրանով նա դիպավ իմ բերանին եւ ասաց. «Ահա սա դիպավ քո շուրթերին, քո անօրենությունը վերցրած է եւ քո մեղքը քավված»։ Ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. «Ում ուղարկեմ եւ ով կգնա մեզ համար»։ Ես պատասխանեցի. «Ահավասիկ ես, ինձ ուղարկիր»։ Աստված լուծեց Եսայի մեղքի հարցերը, լուծեց Մովսեսինը, լուծեց Եզեկիելինը, լուծում է նաև մերը Հիսուս Քրիստոսի սուրբ արյան միջոցով։ Մնում է հիմա մենք ընդունենք Հիսուսին ու մաքրվենք ու ծառայենք Աստծուն։ Այսքանը այսօր։ Աստված պահի ու պահպանի մեզ, թող Տիրոջ առաջնորդությամբ մեր ամեն քայլը տանի մեզ դեպի Աստծուն։ Ամեն։